Ձմեռային գեղեցիկ տեսարան եմ բերել բոլորիդ, ձյունը գեղեցկություն է իր ճերմակ գույնով, ճերմակությունը նշանակում է մաքրություն, պարզություն և խաղաղություն, ճերմակ ձյունը միշտ մեզ հիշեցնում է մեր մանկության տարիները, բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող մեր օրը լինի ուրախ, Աստծո օրհնություններով լի, մաքրությամբ պարուրվենք, մեր հոգիները միշտ լինեն մաքուր, պարզ և խաղաղ, իմ լավ բարեկամներ։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր հարսս որոշել է պատրաստել ռուսական խոհանոցից սալյանկա տեսակի ճաշատեսակ։ Տավարի միսը լավ լվացել է, վրան ավելացրել ջուր սառը, հիմա դնում է գազօջախին, որպեսզի միսը եփվի։ Այս ճաշատեսակի համար հարկավոր է տավարի միս, խոզի մատերից պատրաստված ապխտած միս, տարբեր տեսակի ապխտած երշիկեղեն, թթու վարունգ, 2 տեսակի ձիթապտուղ, իսկ հիմա սկզբից կտրատում է խոզի ապխտած մատերը։ Խոզի ապխտած միսն էլ պետք է մի փոքր եփի։ Կտրատեց, վերջացրեց, լցրեց կաթսան, նորից մի փոքր ջուր է սառը ավելացնում, դնի գազօջախի վրա եփվելու։ Արդեն էստեղ դրեց գազօջախին, որպեսզի խոզի կողոսկրից ապխտած միսը եփվի և տավարի միսը, սիրելի հետևորդներ ջան։ Մինչ տավարի միսը և խոզի մատերից ապխտած միսը կեփվի, հարսս կտրատում է արդեն վիչինատեսակի երշիկը։ Սիրելիներս, սալյանկա տեսակի ճաշատեսակի համար բավականին շատ երշիկների տեսականի է հարկավոր, թե եփված երշիկ և թե կապչոնի, ամեն տեսակի, մի խոսքով, և իհարկե մսի բուլյոն է հարկավոր և մնացած բաղադրիչները, ստացվում է շատ համեղ ճաշ։ Իսկ հիմա, սիրելիներս, այս կտրտած կտորները բաժանում է քառակուսիների։ Կարևորը քառակուսի կամ ձողիկների նման չէ, կարևորը ճաշի համն է, ճիշտ է իմ լավ բարեկամներ, կտրատելու մեջ է ճաշի համը։ Հիմա, սիրելիներս, հետևեք ընթացքը, կտեսնեք, թե ինչպես է պատրաստում հարսս սալյանկա տեսակի ճաշատեսակը ռուսական։ Այս ճաշատեսակը մենք շատ հաճախակի ենք եփում, որովհետև մենք բոլորս էլ սիրում ենք այս ճաշատեսակը, ուղղակի առաջին անգամ եմ տեղադրելու հոլովակում։ Հիմա մաքրում է հաջորդ երշիկը։ Նորից պետք է բաժանի մասերի։ Վերցրել է նաև ախոտնիչի կալբասա, որը հայերեն նշանակում է որսորդական երշիկ։
Վերցրել է նաև 5 հատ նրբ երշիկ։ Նրբ երշիկն էլ վերջացրեց կտրելը, իսկ հիմա արդեն ձիթապտուղն է կտրատում, սիրելիներս, առանց կորիզ է մեզ մոտ ձիթապտուղը։ Երշիկեղենը կտրտելուց հետո, սիրելիներս, հիմա կտրատում է թթու վարունգը։ Վարունգն էլ արդեն կտրատեց, վերջացրեց։ Վերցրել է միջին չափսի 2 գլուխ սոխ, մանրացնում է սոխառածի համար։ Սիրելի հետևորդներ ջան, հերթը հասավ արդեն, որ մսեղենը սկսի կտրատել։ Հիմա ապխտած միսն է արդեն պատրաստ է կտրատում։ Սիրելիներս, այս սալյանկա տեսակի ճաշատեսակը մի քիչ երկար է տևում, բաղադրիչները, երշիկեղենը, կանաչին կտրատելը։ Դրանից հետո, որ արդեն կտրատած պատրաստ է, շատ արագ պատրաստվում է ճաշը։ Ապխտած մսից հետո մանրացնում է թարմը խառը կանաչին։ Մեզ մոտ սամիթ է, համեմ և մաղադանոց, մի լավ փունջ։
Տավարի միսն էլ է պատրաստ, կտրատում է նաև տավարի միսը։ Կտրտելուց, վերջացնելուց հետո հիմա սկսում է պատրաստել ճաշը։ Կաթսայի մեջ լցրել է 2 գլուխ մանրացրած սոխը և ավելացնում է մի փոքր բուսայուղ։ Տապակը դրել է վառվող գազօջախի վրա, տապակի մեջ լցնում է կտրտած թթու վարունգները։ Կտրտած վարունգին ավելացնում է թթվի ջուրը վարունգի, սիրելիներս, այս սալյանկա ճաշատեսակի համար անպայման վարունգը իր թթու ջրով պետք է մի քիչ եփվի։ Այստեղ էլ արդեն սոխը լավ կարմրել է, դարձել է ոսկեգույն։ Սոխի վրա կավելացնի մի լավ մեծ ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ։ Ավելացնում է նաև 2 ճաշի գդալ տոմատի մածուկ։ Արդեն սիրելի հետևորդներ ջան, լավ տապակվեց սոխը, տոմատի մածուկը և կարմիր պղպեղը, հիմա պետք է ավելացնի սոխառածի վրա մսաջուր։
Ավելացնում են նաև ապխտած մսի մսաջուրը։ Իսկ հիմա բերանը կծածկի կացայի մինչև մսաջուրը եռա, այստեղ էլ արդեն լավ հանգիստ եռում է թթու վարունգը։ Արդեն մեր ճաշի ջուրն էլ եռած, վարունգն էլ է եփված, պետք է վարունգը ավելացնի ճաշին։ Ճաշին ավելացնում է նաև, սիրելիներս, բոլոր կտրտած երշիկեղենը։ Հերթով հիմա բոլորը կավելացնի։ Ավելացնում է նաև կտրտած միսը։ Ճաշին ավելացնում է մի փոքր մսաջուր։ Տեսեք ինչքան գեղեցիկ գույնով անուշ ճաշ ստացվեց։ Խառնելուց հետո ճաշին կավելացնի նաև մանրացրած թարմը կանաչին։ Մեզ մոտ սամիթ է, մաղադանոս և համեմ։ Վերջում ավելացնում է մանրացրած ձիթապտուղը։
5 րոպեից պատրաստ կլինի անուշ համով ճաշը։ Գազօջախմի փոքր իջեցնում եմ, որ մարման կրակով եփի։ Այդ ընթացքում կտրում եմ լիմոնը։ Պատրաստ է արդեն մեր համեղ ճաշը։ Հարսս լցնում է մատուցվող ափսեն, ասեմ, որ շատ ախորժելի տեսք ունի, գեղեցիկ գույն ունի և անուշ բուրմունք։ Իմ լավ բարեկամներ, եթե չեք պատրաստել, պատրաստեք։ 2 կտոր լիմոն կդնի այս ճաշի մեջ, ավելի համեղ կդարձնի ճաշը։ Իմ լավ բարեկամներ, այսքանով ավարտում եմ այս համեղ հոլովակը, ցանկանում եմ ձեզ ամենալավն ու բարին, իմ բարի հետևորդներ ջան, այսօրվա համար այսքանը, ցտեսություն, մինչ նոր հոլովակ,